Անվճար պանիրը թակարդում, հեշտ փողը զեղծարարի գրպանում, ֆինանսական կառույցների անվան տակ գործունեություն ծավալող, գումարներ շորթող կազմակերպությունների թիրախում հիմնականում ոչ մեդիագրագետ քաղաքացիներն են։ Նոր տեխնոլոգիաների հետ զարգանում են նաև ինտերնետ բանկ համակարգերը։ Դրանք ճիշտ օգտագործելու դեպքում հեշտացնում են կյանքը, բայց կան նաև վտանգներ։ Ինտերնետ կառավարման հայաստանյան երիտասարդական համաժողովի այս տարվա թեման թվային ֆինանսներն են, դրանց ռիսկերն ու հնարավորությունները։ Երիտասարդների շրջանում բավականին մեծ է տարբեր տեսակի թե խաղադրույքներ անելը, թե տարբեր ֆինանսական բուրգերում ներդրումներ անելը, որոնք իհարկե չգիտեն, որ իրենց ֆինանսական բուրգ է ներկայացնում, ու մեր կազմակերպության նպատակներից մեկն է իրենց իրազեկել, որպեսզի նման հանցագործությունների զոհ չդառնան։ Երիտասարդները պետք է սովորեն ճիշտ օգտվել օնլայն բանկինգներից։ Օրինակ, ազատ Wi-Fi-ին հեռախոսի միացումը կարող է դառնալ հաշվից գումարի շորթման պատճառ, ուստի կարևոր է նաև ինտերնետ տիրույթի ուսումնասիրությունը։ Մարդիկ ինձ թվում է գնում են ինչպես հեշտ փողին, այնպես էլ հեշտ կյանքին, քանի որ ինտերնետը բավականին հեշտացնում է մեր կյանքը, ամեն ինչն ենք փորձում անել ինտերնետում, դասեր, հանդիպումներ, համագործակցություններ, փողի հետ կապված հարցեր, այսպիսով հեշտացնելով կյանքը նաև բազմաթիվ ռիսկեր է պարունակում, ուստի մենք փորձում ենք հնարավորինս հանդես գալ այդ ռիսկերը չեզոքացնող կազմակերպությունների շարքում։ Համաժողովին երիտասարդներն ու ոլորտի մասնագետները քննարկում են օնլայն բանկինգի, էլեկտրոնային դրամապանակների, կրիպտոարժույթների անվտանգության հարցերը, համեմատում մեր երկրի եւ աշխարհի փորձը։ Միջոցառման թիրախային լսարանը ֆինանսական կրթություն ստացող ուսանողներն են։ Կրիպտոարժույթների մասին ուզում եմ գաղափար կազմել, քանի որ վերջիվերջո 21-րդ դարի աշխարհը գնում է թվայնացման։ Հիմնական նպատակս դա է, որպեսզի գաղափար կազմեմ կրիպտոարժույթներից, իսկ ընդհանրապես զեղծարարություններից տեղյակ եմ ֆիշինգի մասին, այսինքն ստեղծում են որևէ կեղծ կայք ու դրա միջոցով փորձում են գումար շորթել։ Յուրաքանչյուր ֆինանսիստ պետք է կարողանա իր ժամանակակից տենդենսների հետևից հասցնի, իմ տեսանկյունից նոր տեխնոլոգիաների, նոր գործիքների եւ նոր գիտելիքների ստանալու աղբյուր է, որը ես շատ ուրախ եմ, որ Հայաստանում կա եւ զարգանում է։ Համաժողովը կազմակերպել են ինտերնետ հանրություն եւ ինտերնետ հասարակության Հայաստան հատված հասարակական կազմակերպությունները։ Վստահ են, քաղաքացիների ֆինանսական եւ թվային գրագիտությունը կօգնի պաշտպանվել կիբերհարձակումներից։ Արամ Մարանդյան, Արտակ Գևորգյան, լուրեր։